Հետ եղել է, որ քեզ հոգնած զգաս, բայց չիմանաս թե ինչից։ Մի տեսակ անհավես ես դարձել, խանդավառություն չկա, ոչինչ կարծես քեզ չի ուրախացնում, չի ոգևորում։ Գուցե ասում ես, դե ես միշտ քրոնիկ հոգնած եմ։ Բայց գուցե դու հոգնած ես այն բաներից, որոնք երբեք քո վերահսկողության տակ չեն եղել։ Հոգնել ես մարդկանց կարծիքներից, հոգնել ես սպասելուց, հոգնել ես անընդհատ բացատրելուց և արդարանալուց, հոգնել ես ապացուցելուց, հոգնել ես ապագան կանխատեսելուց, հոգնել ես այն մտքից, թե ամեն ինչ պետք է քո ձեռքում լինի, բայց մի պահ մտածիր։ Իսկ եթե քո ներսի լարվածության մեծ մասը գալիս է ոչ թե նրանից, թե ինչ է կատարվում, այլ նրանից, որ դու փորձում ես վերահասկել այն, ինչը քեզ երբեք չի պատկանել։ Եվ այսօր ես ուզում եմ քեզ ասել մի նախադասություն, որը կարող է փոխել քո ներքին կյանքը։ Կենտրոնացիր այն բաների վրա, որոնք քո վերահսկողության ներքո են, իսկ մնացած ամեն բան աղմուկ է, շեղող հանգամանք։ Այս թողարկման վերջում դու կկարողանաս տարբերել 3 բան։ Առաջինը, որն է իրականում քո պատասխանատվությունը։ Երկրորդ, ինչի վրա կարող ես ազդել, բայց չես կարող լիովին վերահսկել։ Եվ կտեսնենք երրորդ կարևոր բանը, թե ինչը պարզապես պետք է հանձնել Աստծուն, որովհետև դա քո բեռը չէ։ Եվ եթե սա հասկանաս, քո աղոթքը կփոխվի, քո կյանքը կփոխվի և ընդհանրապես քո հայացքները կփոխվեն։ Հիմա պատկերացրու մի մարդու, ով առավոտյան արթնանում է և դեռ անկողնում հեռախոսն է վերցնում իր ձեռքը, բացում է հաղորդագրությունները, մտնում է սոցցանցեր, ստուգում է իր հաշիվները, հետո տեսնում է, որ մեկն իր հրապարակմանը չի արձագանքել, էն մյուսն էլ արձագանքել է, բայց սառն է արձագանքել, ինչ-որ մեկն էլ ինչ-որ մի բան է հրապարակել, որը քեզ վիրավորել է, կամ էլ լուրերում վատ նորություններ ես կարդում, աշխատանքում անորոշություն կա, հետո սկսում ես մտածել, որ ընտանիքում լարվածություն կա, երեխաների ապագան անհանգստացնող է, երկրիդ ապագան անորոշ է, ծառայության մեջ մարդիկ միշտ չէ, որ քեզ գնահատում են, և դու դեռ օրդ չսկսած արդեն հոգնած ես։ Ինչ է կատարվել։ Ոչինչ էլ դեռ չի կատարվել, բայց ներսումդ արդեն պատերազմ է սկսվել։ Օրը դեռ չսկսած, դու արդեն վիճել ես ինչ-որ մեկի հետ քո մտքում, արդեն ինչ-որ մեկին բացատրել ես իր սխալ հասկացածների համար, ինչ-որ մի բան քեզ վախեցրել է, որ դեռ չի կատարվել, կամ էլ արդեն կրել ես վաղվա բեռը հիմա։ Փորձում ես կառավարել ուրիշների վերաբերմունքը, ապագայի ընթացքը, մարդկանց կարծիքը, իրավիճակների վերջնական արդյունքը, և հետո ասում ես, ես չգիտեմ ինչու եմ այսքան հոգնած։ Ասեմ պատճառը։ Պատճառը շատ պարզ է։ Դու հոգնել ես ոչ թե քո գործերից կամ շատ աշխատելուց, դու հոգնել ես, որովհետև Աստծո գործը ուզում ես քո ձեռքը վերցնես։ Սա շատ նուրբ, բայց վտանգավոր բան է։ Երբ մարդը չի տարբերում իր բաժինը Աստծո բաժնից, նա սկսում է ապրել մշտական ներքին լարվածության մեջ։ Նա աղոթում է, բայց ներսում շարունակում է պահել վերահսկողությունը։ Իր բերանով ասում է, որ Տեր, արձակում եմ կամ ներում եմ, բայց շարունակում է այդ մարդու մասին խոսել և լարվածություններ ստեղծել։ Կամ ասում է, Տեր, քեզ եմ հանձնում այդ վիճակը, բայց մտքում նորից վերցնում է իրավիճակը իր ձեռքերի մեջ։ Ասում է, ես վստահում եմ, բայց ամբողջ օրը ստուգում է, վերլուծում է, կասկածում է, վախենում է, և այսպես սիրտը լցվում է աղմուկով։ Արդյունքում քո ուղեղը սարսափելի շատ էներգիա է ծախսում այնպիսի բաների վրա, որոնցից դու ոչ մի արդյունք և օգուտ չես ունենա։
Մենք հետաքրքիր զրույց ունենք այսօր, բայց նախքան շարունակելը մի կարևոր խնդրանք, չմոռանաս սեղմել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ մեկնաբանությամբ ակտիվ լինել, որpիսի դրանով ստիպես YouTube-ի ալգորիթմին այս նյութը ավելի մեծ լսարանի համար հասանելի դարձնի։ Եկեք խոսենք 3 հիմնական մտքի մասին։ Առաջին միտքը հետևյալն է. վերահսկելու մոլուցքը խաղաղության թշնամին է։ Մարդու ուղեղը սիրում է կանխատեսելիություն։ Երբ մենք գիտենք ինչ է լինելու, ուղեղը իրեն ավելի ապահով է զգում։ Երբ չգիտենք, սկսվում է ներքին լարվածություն։ Սա նորմալ է։ Ուղեղը ստեղծված է վտանգը նկատելու, ռիսկերը գնահատելու համար եւ մեզ պաշտպանելու համար։ Բայց խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ պաշտպանական համակարգը դառնում է կյանքի ղեկավար եւ անդադար մեր ներսում միանում է կեղծ ահազանգ, մենք սկսում ենք սպառնալիքներ եւ վտանգներ փնտրել։ Այդ ժամանակ մարդը սկսում է մտածել ու շարժվել ոչ թե իմաստությամբ ու ողջախոհությամբ, այլ վախով, ոչ թե հավատքով, այլ վերահսկողությամբ, ոչ թե խաղաղությամբ, այլ մշտական լարվածությամբ։ Նեյրոհոգեբանության մեջ հայտնի է, որ ուժեղ սթրեսի ժամանակ մարդու բարձրակարգ մտածողության կարողությունը թուլանում է։ Երբ ներսումդ վտանգի ազդանշան է, դու ավելի դժվար ես լսում, ավելի արագ ես վիրավորվում, ավելի սուր ես արձագանքում, ավելի շատ սխալ մեկնաբանություններ ես անում եւ շատ տրամադրվածություններ է առաջանում քո մեջ։ Արագ նյարդայնանում ես մարդկանց խոսքերից եւ վերաբերմունքից։ Ծանոթ իրավիճակ է, թե ոչ։ Մեկնաբանության պատուհանում կարող ես կիսվել քո փորձառությամբ։ Այլ կերպ ասած, երբ դու ապրում ես վերահսկելու ռեժիմով, դու սկսում ես կորցնել ճիշտ տեսնելու կարողությունը։ Այսինքն, դու ուզում ես վերահսկել մարդկանց իրավիճակները, բայց կորցնում ես վերահսկողությունը ինքդ քո հանդեպ։ Սա շատ կարևոր միտք է։ Քո խնդիրը երբեմն բուն խնդիրը չէ։ Քո խնդիրն այն է, թե ինչ ձևով ես դու նայում այդ խնդրին։ Այսինքն քո արձագանքն է խնդիրը, ոչ թե բուն խնդիրը։ Երբ միտքդ աղմուկի մեջ է, նույնիսկ պարզ որոշումը բարդ է թվում։ Երբ սիրտդ լարված է, նույնիսկ լռությունը սպառնալիք է թվում, դու չես կարողանում adekvat ձևով գնահատես իրավիճակը։ Աստվածաշունչը մեզ չի սովորեցնում ամեն ինչ վերահսկել։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է վստահել Աստծուն։ Սրանք տարբեր բաներ են։ Վերահսկողությունը ասում է ամեն ինչ պետք է իմ ձեռքում լինի, ես ամեն ինչից պետք է տեղյակ լինեմ։ Բայց վստահությունն ասում է ես կանեմ իմ բաժինը եւ կվստահեմ Աստծուն իր բաժնի համար։ Վերահսկողությունն ասում է, եթե ես չվերահսկեմ, ամեն ինչ կքանդվի։ Վստահությունն էլ ասում է, Աստված պահում է այն, ինչը ես չեմ կարող պահել։ Հիշում եք Տեր Հիսուսը Մատթեոսի ավետարան 6-րդ գլխում խոսում է անհանգստության տագնապելու կամ հոգսանելու մասին։ Նա չի ասում կյանքում խնդիրներ չեն լինելու։ Նա ասում է, որ վաղվա մասին հոգ մի արեք այնպես, կարծես վաղվա օրը Աստծուց անկախ է։ Սա անտարբերություն չէ, սա անհոգություն էլ չէ, սա վստահություն է։ Քրիստոնյան չի ապրում անպատասխանատու կյանքով։ Քրիստոնյան ապրում է պատասխանատու վերաբերմունքով, բայց ոչ Աստծո տեղը զբաղեցնելով։ Օրինակ, ծնողը կարող է սիրել իր երեխային, սովորեցնել, խրատել, աղոթել, ճիշտ օրինակ լինել, խոսել, ուղղորդել, բայց ծնողը չի կարող ամբողջությամբ վերահսկել երեխայի սիրտը, միտքը, վերաբերմունքը։ Նույնպես եւ ավետարանի սպասավորը։ Նա կարող է հավատարիմ ծառայել, պատրաստվել, քարոզել, սիրել մարդկանց, աղոթել նրանց համար, բայց չի կարող ստիպել, որ բոլորը հասկանան
գնահատեն եւ փոխվեն։ Դու կարող ես ձին տանել գետի մոտ, բայց չես կարող ստիպել, որ ձին ջուր խմի։ Նույն կերպ եւ ամուսինը կամ կինը կարող է սիրով խոսել, ներել, աշխատել հարաբերության վրա, բայց չի կարող ամբողջությամբ վերահսկել դիմացինի ներքին արձագանքը։ Հասուն մարդը չի ասում ինձ ոչինչ չի հետաքրքրում։ Հասուն մարդը ասում է ինձ հետաքրքրում է իմ բաժինը, բայց ես չեմ վերցնելու Աստծո բաժինը։ Այս պահին ուզում եմ քեզ մի հարց տալ։ Քո կյանքում ինչ կա, որ դու փորձում ես վերահսկել, բայց իրականում դա քո իշխանության տակ չէ։ Ինչն է դա։ Մարդու կարծիքը, ապագայի ընթացքը, ինչ որ մեկի վերաբերմունքը քո հանդեպ, կամ էլ գուցե անցյալն է, որ ուզում ես վերահսկել, կամ էլ քո երեխայի որոշումը, կամ էլ ծառայությանդ արդյունքները, կամ մարդկանց գնահատականը, անվանիր դա, որովհետև չանվանված բեռը միշտ ավելի ծանր է։ Եվ եթե զգում ես, որ այս խոսքը քեզ է վերաբերում, գրիր մեկնաբանությունում հետևյալ նախադասությունը. ես թողնում եմ այն, ինչ իմ բեռը չէ։ Սա պարզապես մեկնաբանություն չէ։ Սա ներքին որոշման առաջին քայլն է։ Հիմա երկրորդ միտքը. քո պատասխանատվությունը քո ուշադրությունից է սկսվում։ Վիլյամ Ջեյմսը հոգեբանության պատմության ամենահայտնի մտածողներից մեկը ուշադրությունը համարում էր մարդու փորձառության ձևավորող ուժերից մեկը։ Այսինքն քո ուշադրությունը կարող է ձևավորել քեզ, քո մեջ բնավորություն կերտել։ Պարզ ասած, այն ինչին երկար նայում ես, սկսում է ներսումդ մեծանալ։ Եթե ամբողջ օրը նայում ես այն բաներին, որոնք չես կարող փոխել, ներսումդ կաճի անզորության զգացումը։ Եթե ամբողջ օրը նայես մարդկանց կարծիքներին, ներսումդ կաճի կախվածությունը այդ կարծիքներից։ Իսկ եթե ամբողջ օրը նայես, ուշադրություն դարձնես վատ լուրերին, ներսումդ կաճի սպառնալիքի եւ տագնապի զգացումը։ Եթե ամբողջ օրը նայես անցյալին, ներսումդ կաճի ափսոսանքը, բայց եթե ուշադրությունը դարձնես այն բանի վրա, ինչ այսօր կարող ես անել, ուղեղդ սկսում է նորից տեսնել այդ ճանապարհը, որով դու կարող ես դուրս գալ այդ վիճակից։ Ուշադրությունը հոգևոր դուռ է։ Ինչին տալիս ես ուշադրությունդ, նրան տալիս ես նաև մուտք քո կյանքի մեջ։ Ինչին երկար ես նայում, այն սկսում է ձևավորել քո զգացմունքները։ Ինչի մասին անընդհատ մտածում ես ու խոսում ես, այն սկսում է ազդել քո որոշումների վրա։ Դրա համար Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին գրում է, որ հավատացյալները մտածեն այն բաների մասին, որոնք ճշմարիտ են, պատվավոր, արդար, մաքուր, սիրելի, բարի համբավ ունեցող։ Սա պարզապես դրական մտածողություն կամ ներշնչանք չէ։ Սա ուշադրության հոգևոր կարգապահություն է։ Պողոսը կարծես ասում է. մի թողեք, որ ձեր միտքը դառնա ամեն անցնող եւ թափառող մտքի համար հյուրանոց։ Ամեն միտք, որ մտնում է քո գլուխ, իրավունք չունի նստել քո սրտի գահին։ Եվ այստեղ մենք պետք է շատ գործնական լինենք։ Քո վերահսկողության տակ չէ, թե ինչ մտքեր կգան, բայց քո վերահսկողության ներքո է, թե որ միտքը կընդունես, որ մտքի հետ զրույցի կբռնվես եւ որ մտքի հետ կընկերանաս։ Քո վերահսկողության տակ չէ, թե ինչ կասեն մարդիկ, բայց քո վերահսկողության տակ է, թե դու ինչ իմաստ կտաս նրանց ասածներին եւ ինչպես կարձագանքես։ Քո վերահսկողության տակ չէ, թե աշխարհում ինչ նորություններ են կատարվում, բայց քո վերահսկողության տակ է, թե արդյոք ամբողջ օրը կկերակրես ուղեղդ վախով եւ տագնապներով։ Եվ ահա այստեղ է գալիս մեծ տարբերությունը։ Մի մարդ կարող է ասել. ես ոչինչ էլ չեմ կարող անել, իսկ մյուսը նույն իրավիճակում կարող է ասել. ես ամեն ինչ չեմ կարող անել, բայց կանեմ այն, ինչ իմ ձեռքի տակ է, իմ կարողության մեջ է։ Հիմա տեսնում ես տարբերությունը։ Առաջինը անզորության լեզուն է։ Երկրորդը
պատասխանատվության լեզուն է։ Եվ նեյրոհոգեբանության մեջ սա շատ կարևոր է։ Երբ մարդը զգում է, որ որևէ փոքր քայլ իր վերահսկողության տակ է, ներսում սկսում է վերականգնվել գործելու կարողության զգացումը։ Մարդը դուրս է գալիս զոհի դիրքից եւ վերադառնում է իր պատասխանատվությանը։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ հեշտ կլինի, բայց նշանակում է, որ դու այլևս ամբողջովին անշարժ չես նստի։ Օրինակ Աստվածաշնչյան Հովսեփը չի վերահսկել իր եղբայրների նախանձը։ Չէր կարող վերահսկել, որ իրեն չվաճառեին, չէր կարող վերահսկել, որ բանտ չընկներ, չէր կարող վերահսկել, որ մարդիկ իրեն չմոռանային, բայց Հովսեփը վերահսկեց իր հավատարմությունը։ Նա չասաց, քանի որ իմ կյանքում անարդարություն կա, ես էլ կդառնամ դառնացած։ Նա չասաց, քանի որ ինձ ցավեցրել են, ես էլ կկորցնեմ Աստծո առաջ իմ մաքրությունը։ Նա իր բաժինը պահեց։ Եվ տարիներ հետո կարողացավ ասել իր եղբայրներին. «Դուք իմ դեմ չարություն խորհեցիք, բայց Աստված այն բարի վերածեց»։ Սա շատ խոր ճշմարտություն է։ Հովսեփը չվերահսկեց իր ճանապարհի բոլոր փուլերը, բայց չկորցրեց իր հոգու եւ կոչման ուղղությունը։ Այս սա է հասունությունը։ Երբ դու չես կարող վերահսկել քո ամբողջ ճանապարհը, բայց կարող ես վերահսկել քո սիրտն ու վերաբերմունքը։ Երբ չես կարող վերահսկել մարդկանց, բայց վերահսկում ես քո հարաբերությունը մարդկանց հանդեպ։ Երբ չես կարող վերահսկել արդյունքը, միևնույն է պահում ես քո հավատարմությունը։ Եվ երբ չես կարող փոխել անցյալը, փոխում ես հաջորդ քայլերդ։ Եվ վերջին երրորդ միտքը։ Աղմուկը դադարում է, երբ Աստծուն ես հանձնում Աստծո բաժինը։ Հիշում եք, չէ՞, այդ խոսքը, որ ասում էր Աստծունը Աստծուն տվեք։ Ամեն աղմուկ մեր կյանքի մեջ ձայնով չի գալիս։ Երբեմն աղմուկը գալիս է մտքի տեսքով։ Իսկ եթե չստացվի, իսկ եթե նա իր վերաբերմունքի հանդեպ փոխի, իսկ եթե ինձ սխալ հասկանան, բա որ վաղը վատ բան լինի ինձ հետ, իսկ ինչ եթե կորցնեմ իմ աշխատանքը, իսկ եթե Աստված ուշանա կամ մոռանա իմ մասին, այս իսկ եթեները կամ բավորները կարող են դառնալ մտքի ներսում բացված դռներ, որոնցից մտնում է վախը, կասկածը, անհավատությունը, բայց հավատքը նույնպես հարց ունի։ Վախը հարցնում է, իսկ եթե ամեն ինչ վատ լինի, իսկ հավատն էլ հարցնում է, իսկ եթե Աստված հավատարիմ լինի, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես անհավատարիմ գտնվեմ, սա չի նշանակում, որ քրիստոնյան իրականությունը չի տեսնում։ Ոչ, քրիստոնյան պետք է իրականությունը տեսնի ավելի հստակ, քան վախեցած մարդը, որովհետև վախի ժամանակ է, որ մարդը չի տեսնում իրականությունը, աղավաղում է իրականությունը, վախը չափազանցնում է վտանգը, եւ հավատացյալը ճանաչում է վտանգը, բայց այն չի դարձնում Աստծուց մեծ։ Այստեղ շատ կարևոր է չընկնել երկու ծայրահեղության մեջ։ Առաջի ծայրահեղությունն այն է, որ ամեն ինչ մարդը փորձի վերահսկել։ Իսկ երկրորդ ծայրահեղությունն այն է, որ ընդհանրապես ոչինչ չանի եւ դա կոչի հավատք։ Երկուսն էլ սխալ են։ Հավատք չի նշանակում անգործություն։ Հավատք նշանակում է անում եմ իմ բաժինը եւ Աստծուն եմ հանձնում այն, ինչը իմ բաժինը չէ։ Օրինակ Դավիթը Գողիաթի դեմ գնալիս չասաց. Աստված ամեն ինչ կանի, ես ոչինչ էլ չեմ անի։ Փոխարենը նա վերցրեց քարերն ու պարսատիկը, դուրս եկավ դաշտ։ Նա խոսեց հավատքով, նա նետեց քարը, բայց հաղթանակը միայն տեխնիկայի մեջ չէր, պարսատիկին տիրապետելու հմտության մեջ չէր։ Նրա վստահությունը Տիրոջ վրա էր։ Ուրեմն Դավիթը արեց իր բաժինը
բայց չվերցրեց Աստծո փառքը իրեն։ Ահա ճիշտ հավասարակշռությունը։ Քո բաժինը պատրաստվելն է։ Աստծո բաժինը դռներ բացելը։ Քո բաժինը ճշմարտությունը խոսելն է։ Աստծո բաժինը մարդկանց սրտերին դիպչելը։ Քո բաժինը ներելն է։ Աստծո բաժինը բուժել վերքերը։ Քո բաժինը ցանելն է։ Աստծո բաժինը աճեցնելը։ Քո բաժինը հավատարիմ լինելն է։ Աստծո բաժինը պտուղ տալը իր ժամանակին։ Իմ սիրելի հեղինակներից մեկը Վիկտոր Ֆրանկլը, որն անցել էր աննկարագրելի դժվարությունների միջով գերմանական ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում, գրում էր, որ մարդուց կարող են շատ բան վերցնել, բայց մնում է մեկ բան, եւ դա իր ներքին ազատությունն է վերաբերմունք ցույց տալու հարցում։ Սա համահունչ է քրիստոնեական ճշմարտությանը։ Քեզանից կարող են վերցնել հարմարավետությունը, կարող են քեզ սխալ հասկանալ, կարող են քեզ չգնահատել, կարող է իրավիճակը չգնալ ըստ քո պլանավորումների, բայց մի հրաժարվիր մի բանից, դա քո ներքին վերաբերմունքն է Աստծո եւ մարդկանց առաջ։ Թույլ մի տուր, որ աղմուկը որոշի քո ձայնը, թույլ մի տուր, որ վախը որոշի քո հավատքը, թույլ մի տուր, որ ուրիշների վարքը որոշի քո վերաբերմունքը, թույլ մի տուր, որ անորոշությունը գողանա քո խաղաղությունը։ Հիսուսը խաչի ճանապարհին չվերահսկեց մարդկանց արձագանքը։ Նրան սխալ հասկացան, նրան լքեցին, նրան մասին սուտ խոսեցին, նրան ծաղրեցին, մերկացրեցին, խայտառակեցին, բայց նա վերահսկեց իր հնազանդությունը հոր հանդեպ։ Գեթսեմանի պարտեզում նրա աղոթքը հենց այս մասին էր. ոչ թե իմ ուզածով լինի, այլ քո կամքը լինի։ Սա պարտություն չէ, սա ամենաբարձր վստահությունն է։ Մարդ իսկապես ազատ է դառնում ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ իր ուզածով է ընթանում կամ իր վերահսկողության տակ է, այլ երբ իր սիրտը հանձնված է Աստծուն։ Եկեք սա դարձնենք ավելի գործնական։ Եվ այս շաբաթվա ընթացքում արա այս 5 քայլերը։ Առաջին, գրիր քո աղմուկի ցուցակը։ Վերցրու թուղթ կամ հեռախոսիդ մեջ գրառում արա, թե քո ներսում ինչն է աղմուկ ստեղծում։ Ու սկսիր գրել, օրինակ, մարդկանց կարծիքը, ֆինանսական անորոշությունը, ընտանիքի լարվածությունը, ապագայի վախը, անցյալի սխալները, աշխատանքի ճնշումը կամ ծառայության արդյունավետությունը, կամ էլ մի մարդու վերաբերմունքը եւ այդպես շարունակ։ Օրինակ նաև դրան կարող ես ավելացնել նաև առողջության մասին մտքեր, այսինքն այն մտքերը, որոնք քեզ տագնապեցնում են, աղմուկ են ստեղծում քո ներսում։ Մի գրիր գեղեցիկ արտահայտություններ, գրիր անկեղծ։ Քանի դեռ աղմուկը միայն գլխիդ մեջ է, այն մեծ է թվում։ Երբ այն գրում ես, հանձնում ես թղթին, սկսում ես տեսնել, թե ինչի հետ գործ ունես։ Քայլ 2. Բաժանիր 3 սյունակների։ Առաջին սյունակում գրիր այն բաները, որոնք քո վերահսկողության ներքո են։ Այսինքն, ինչը կարող ես իսկապես վերահսկել։ Օրինակ, քո խոսքը, քո արձագանքը, քո աղոթքը, քո քնի ռեժիմը, քո ժամանակի օգտագործումը, քո սահմանները, քո որոշումները, քո հաջորդ ճիշտ քայլը, այն բաները, որոնք քո պատասխանատվության ներսում են, դրանք գրիր այդ սյունակում։ Երկրորդ սյունակում գրիր այն, թե ինչի վրա կարող ես ազդեցություն ունենալ, բայց չես կարող ամբողջությամբ ղեկավարել։ Օրինակ, քո երեխայի որոշման վրա դու ազդեցություն ունես, բայց չես կարող 100%-ով այն կառավարելի դարձնել։ Կամ ընտանիքի մթնոլորտի վրա ունես ազդեցություն, ընկերոջդ վերաբերմունքի վրա ունես ազդեցություն, կամ մարդկային այլ հարաբերությունների հարցում։ Եվ այստեղ պետք է գործես սիրով, իմաստությամբ, սահմաններով եւ աղոթքով։ Օրինակ, դու կարող ես ջրել ծառը, բայց չես կարող քաշել ճյուղերից,
որ այդ ծառը արագ աճի։ Երրորդ սյունակում գրիր, թե ինչն է քո վերահսկողությունից դուրս։ Այստեղ գրիր այն բաները, որոնք պետք է հանձնես Աստծուն։ Օրինակ, անցյալը, որ դու չես կարող վերահսկել, մարդկանց վերջնական կարծիքը կամ վերաբերմունքը, կամ վաղվա բոլոր սցենարները դու չես կարող վերահսկել, ուրիշի սիրտը չես կարող վերահսկել, կամ այն, ինչ մարդիկ խոսում են քո բացակայության ժամանակ, դու դա չես կարող վերահսկել։ Չես կարող վերահսկել նաև այն արդյունքը, որը միայն Աստված կարող է առաջացնել։ Եվ այս հատվածում գրիր հետևյալը, որ սա իմ բեռը չէ։ Եվ ամեն օր աղոթքով այդ հատվածը հանձնիր Աստծուն։ Քայլ 3. Հարցրու ոչ թե ինչ կլինի, այլ որն է իմ հաջորդ ճիշտ քայլը։ Անհանգիստ միտքը սիրում է հարցնել. ինչ կլինի հետո, վաղը ինչ կլինի ինձ հետ։ Բայց իմաստուն միտքը հարցնում է. ինչ պետք է անեմ հիմա։ Այս հարցը քեզ վերադարձնում է ներկայի մեջ։ Գուցե քո հաջորդ ճիշտ քայլը մի զանգ անելն է, կամ մի ներողություն խնդրելն է, կամ գուցե սահման դնելն է, կամ գուցե աշխատանքի մեջ ինչ-որ մի քայլ ձեռնարկելն է, գուցե հեռախոսը մի կողմ դնելն է, գուցե աղոթելն է, գուցե լռելն է, գուցե խոսելն է։ Մի փորձիր ապրել ամբողջ տարին մեկ օրվա մեջ։ Ապրիր այսօրվա հնազանդությամբ։ Դրա համար է Տեր Հիսուսն ասում, որ օրվա հոգսը բավական է քեզ։ Քայլ 4. Սահմանափակիր աղմուկի աղբյուրները։ Եթե ամբողջ օրը կերակրում ես ուղեղդ աղմուկով, մի զարմացիր, որ ներսումդ խաղաղություն չկա։ Սահմանափակիր այն, ինչը քեզ անընդհատ գրգռում է։ Օրինակ, անիմաստ սքրոլինգ է հեռախոսով։ Ավելորդ լուրերը, չստուգված տեղեկատվությունները, բամբասանքը, թունավոր քննարկումները, մարդկանց հետ համեմատությունները, կամ անընդհատ ծանուցումներ ստանալը հեռախոսով։ Դու չես կարող ունենալ խաղաղ սիրտ, եթե ամբողջ օրը այդ սիրտը բաց է ամեն տեսակ աղմուկի առաջ։ Սա հոգևոր կարգապահության հարց է։ Քայլ 5. Ամեն օր արա մեկ հանձնման աղոթք։ Օրինակ, ամեն առավոտ ասա. Տեր, այսօր ես կանեմ իմ բաժինը, ես ճիշտ կխոսեմ, ես հավատարիմ կգտնվեմ, ես կպահեմ իմ սիրտը, ես կանեմ իմ հաջորդ քայլը, չեմ խուսափի պատասխանատվությունից, բայց այն, ինչ իմ վերահսկողության տակ չէ, հանձնում եմ քեզ։ Այս աղոթքը քեզ չի դարձնում պասիվ, այն քեզ դարձնում է ազատ։ Գուցե այս պահին դու շատ հոգնած ես, բայց ես ուզում եմ զգուշորեն ասել քեզ հետևյալը. հնարավոր է դու հոգնած ես ոչ թե որովհետև կյանքդ անհույս է, այլ որովհետև չափազանց երկար փորձել ես կրել այն, ինչ Աստված չի դրել քո ուսերին։ Դու չես ստեղծվել բոլորին վերահսկելու համար։ Դու չես ստեղծվել բոլորին համոզելու համար։ Դու չես ստեղծվել վաղվա բոլոր սցենարներին տիրապետելու և կառավարելու համար։ Դու պատասխանատու չես մարդկանց վերաբերմունքի ու կարծիքների համար։ Դու չես ստեղծվել ուրիշների սրտերի վրա իշխանություն ունենալու համար։ Դու ստեղծվել ես, որպեսզի Աստծուն վստահես և կատարես այն, ինչ Աստված քեզ է վստահել։ Այն, ինչ կարող ես փոխել, փոխիր հավատքով։ Այն, ինչ կարող ես ուղղել, ուղղիր խոնարհությամբ։ Այն, ինչ կարող ես ասել, ասա սիրով։ Այն, ինչ կարող ես անել, արա հավատարմությամբ, բայց այն, ինչ միայն Աստծո ձեռքում է, մի պահիր քո ձեռքի մեջ։ Թույլ տուր այսօր քո ներսի աղմուկը լռի, դադարի։ Քո կյանքում կան բաներ, որոնք պետք է լուծել, բայց կան բաներ, որոնք պետք է հանձնել։ Եվ երբ սկսես տարբերել մեկը մյուսից, ներսումդ կսկսվի խաղաղության մի նոր ընթացք, մի նոր եղանակ։ Եթե այս նյութը օգտակար եղավ քեզ, նորից ուզում եմ հիշեցնել, չմոռանաս դնել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին և քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։
Ինչպես նաև դու կարող ես այս նյութը կիսվել մեկի հետ, ուղարկել ինչ-որ մեկին, ով հուսահատ վիճակի մեջ է, եւ դրանով դու կարող ես նրան լավություն անել։ Շնորհակալություն համագործակցության համար, իսկ մենք աղոթենք։ Տեր Հիսուս, օգնիր ինձ գտնել տարբերությունը եւ հասկանալ, որն է իմ բաժինը եւ որն է քո բաժինը։ Ես չեմ ուզում անել քո բաժինը, իսկ իմ բաժինը թողնել քեզ։ Ես ուզում եմ պատասխանատվություն կրել իմ բաժնի համար, կատարել իմ պատասխանատվությունը, կատարել իմ պարտականությունը, իսկ քոնը թողնել քեզ։ Այո, ես գիտեմ, որ դու ամեն բան վերահսկող Աստված ես։ Ես Աստված չեմ։ Ես չեմ կարող վերահսկել մարդկանց մտքերը եւ որոշումները։ Ես չեմ կարող փոխել իմ անցյալը, չեմ կարող վերահսկել ապագայի դեպքերը, բայց կարող եմ իմ ներկայի մեջ եւ իմ ապագայի համար վստահել քեզ։ Ուրեմն քո ձեռքերի մեջ եմ հանձնում այն, ինչը իմ ուժերից վեր է, իսկ իմ ձեռքերի մեջ եմ վերցնում այն, ինչը իմ պատասխանատվության գոտում է։ Ուրեմն սովորեցրու ինձ հավատարիմ լինել այնտեղ, որտեղ դու ինձ պատասխանատվություն ես տվել։ Խաղաղեցրու իմ միտքը, պահիր իմ սիրտը ամեն տեսակ օտար ու քայքայիչ աղմուկներից եւ հանդարտեցրու իմ զգացմունքները, իմ հույզերը։ Պարգևիր ինձ քո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։